Պարոն Միրզոյան, 3 հարց, լավ, առաջինը, եթե այդ փաստաթղթի բովանդակությունը, ես նկատի ունեմ այսպես, չէ, այս մեկը իմ անունից, հետո մի հատ էլի իմ անունից, 4-րդ, 5-րդը խմբակցության, եթե հնարավորություն լինի։ Պարոն Միրզոյան, եթե այդ այսպես կոչված խաղաղության պայմանագրի տեքստը այդքան լավն է, որտեղ ասիկ բավարարված ենք, մի հարց, դեպքում ինչի ադրբեջանական երկու վերջի առաջարկությունների հետ, վերջի կետերի հետ, իրանց խմբագրման հետ, միանգամից չհամաձայնվեցիք, այլ դա այն բանից հետո համաձայնվեցիք, երբ Ադրբեջանը մոտ 2 ամիս հրետակոծում էր Սյունիքի հայկական առնվազն 2 գյուղ։ Հիշեցնեմ, որ դրանից անմիջապես հենց համաձայնվեցիք տեքստի հետ, հրետակոծությունները դադարեցին։ Դա առաջի հարցը։ Երկրորդ հարցը ես հարցում եմ ուղարկել վարչապետին, պատասխանը եկել էր ձեր տեղակալից, ես խնդրել էի ներկայացնել այն հարցի առաջարկության պատասխանը, որը վարչապետի հարցազրույցի հիմա դատելով դրանից ներկայացվել էր Ադրբեջանին, ուրեմն Կովսական, Մեղրի, Օրդուբադ եւ Սադարակ երասխ մանավանդ Սադարակ երասխ հատվածի ապաշրջափակման վերաբերյալ։ Ինձ հետաքրքիր է պատասխանը իրանք տվել են, թե չէ։ Հունվարի 8-ին Նիկոլ Փաշինյանը Armenpress-ին տված հարցազրույցում ասել մենք ներկայացրել ենք ավելի քան առաջարկ։ Հիմա պատասխանը եկել էր ձեր տեղակալից, ինքն ասում է նայի Երևանյան երկխոսություն 28-րդ րոպեից կարծեմ իր ելույթը։ Եվ երրորդ հարցը արդեն մաքուր բյուջեի հետ կապված, լավ, 1061 ծրագրի հետ։ Գործընկեր պետությունների հետ հարաբերությունների շարունակական զարգացում եւ ամրապնդում տոկոս, ելակետային ցուցանիշ 60, թիրախային ցուցանիշ 100։ Եթե դժվար չի կմեկնաբանեք այդ 60-ը որն է, 100-ը որն է, որտեղ գործընկեր պետությունների հետ հարաբերությունների շարունակական զարգացում այսօր 60%, չգիտեմ, օգնեք հասկանալ դա ինչ է նշանակում։ Շատ լավ, պարոն Խաչատրյան, ինչու երկու հոդվածին շարունակեցինք պնդել խաղաղության պայմանագրի եւ հայտնեցինք համաձայնություն, այս մասին առիթ ունեցել ենք մի քանի անգամ խոսելու։ Գիտեք, որևէ պայմանագրի տեքստը ըստ էության մի տեքստ է, երբ որ մեկից ավել կողմեր շարունակում են բանակցել զանազան իրենց պայմանավորվածության պայմանների ուղղությամբ, կատարելագործման ուղղությամբ, մինչև այն պահը, երբ որ կգան, չգիտեմ, փող համաձայնության ինչ որ կետի, սա թերևս ընդունեք որպես տեսական դատողություն որևէ պայմանագրի, որևէ համաձայնագրի նկատմամբ։ Եվ ահա մենք առաջարկներ ներկայացրեցինք երկու հոդվածի վերաբերյալ, որոնց շուրջ չկար վերջնական համաձայնություն, այսինքն մնացած բոլորը համաձայնեցված են, եւ ահա ինչ որ մի պահ մենք եկանք այն համոզման, որ այդ հոդվածների հետագա կատարելագործման ուղղությամբ ջանքերը եւ ժամանակը կարող են վտանգի տակ դնել մնացած բոլոր ուրեմն պնդումներով, մնացած բոլոր հոդվածներով ձեռք բերված եւ գրված, թղթին հանձնված համաձայնությունները ավելին սրանք գումարած կարող եմ ասել, որ այն մտադրությունները, որոնք մենք դնում էինք այդ դեռևս վերջնականորեն չհամաձայնեցված երկու հոդվածի կապակցությամբ մեր առաջարկների տակ, մենք եկանք համոզման, որ այդ ուղղությամբ աշխատանքները թերևս ավելի դյուրին կերպով կընթանան եւ ավելի դրական լուծման հնարավորություն կունենան արդեն հաստատված խաղաղության պայմաններում, այն պայմաններում, երբ որ մենք փոխանակ կմնանք շարունակաբար այդ մի նախադասության կամ երկու նախադասության շուրջ, ուրեմն չհամաձայնելով եւ նույն փաստարկներ հակափաստարկները ներկայացնելու process-ի մեջ այլ կլինենք 1, 10, 20 քայլ առաջ տարբեր ուղղություններով, մեծ կամ փոքր քայլեր էական չեն, եւ ավելի կլինի վստահության կամ փոխըմբռնման մթնոլորտ։ Այս պատճառով էր, որ մենք մարտի կեսերն էր, եթե չեմ սխալվում, հայտարարեցինք, որ
Մարտի կեսեր ես այդպես եմ շահ մարտի 13 եմ նույնիսկ հիշում որ մենք հայտարարեցինք որ տեքստը այլևս փոխ համաձայնեցված է եւ մենք նույնիսկ հայտարարեցինք որ մենք պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ ստորագրման տեղի եւ օրվա ամսաթվի ուրեմն հստակեցման շուրջ սա ձեր առաջին հարցի պատասխանը ինչ վերաբերում է ապաշրջափակման բաղադրիչին ձեր հարցի հատկապես սադարակ ճիշտ է չէ ասում ընդհանրապես ես ամեն ինչ ճիշտ եմ ասում պարոն Խաչատրյան երբ որ գալիս եմ զեկույցի ազգային եւ ընդհանրապես կյանքում ինչ վերաբերում է ապաշրջափակման ուրեմն ձեր նշած հատվածին երասք սադարակ Ես հիմա չեմ ուզում կոնկրետ հարցմանը կամ կոնկրետ ելույթի կոնկրետ րոպեին անդրադառնամ, եթե թույլ կտաք միանգամից ընդհանուր թեման, ինչ որ հասկանում եմ նկատի ունեք այդ հարցում ուղարկելուց։ Այո, երաս սադարակ հատվածը եւս պետք է ուրեմն ապաշրջափակվի եւ դա պետքա լինի օրգանական ուրեմն շարունակությունը կամ սկիզբը նայած որ կողմից գնաս տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակման չկա տրամաբանություն երբ որ կաշխատի օրինակ Հայաստանի հարավով անցնող երկաթուղին եւ չի աշխատի Նախիջևանի տարածքով աշխատող երկաթուղին ձեր ժեստը ընկալեմ որպես թերահավատություն շատ լավ ուրեմն դուք եք դարձի գալիս պարոն Խաչատրյան ինչ ասեմ ուրախ եմ ձեր համար շատ լավ Երրորդ հարցը երևի քանի ֆինանսների նախարարը ստեղել իրան պետք է հարցներ Եթե թույլ տակ էլի ներողություն պարոն Խաչատրյան եթե թույլ տակ ես ճիշտ եմ հասկանում որ դուք հարցը կատարողականից եք տալիս Կատարողականից եք տալիս Մենք ձգտում ենք 100% արդյունքների իրականացման եւ արձանագրման։ Պարոն Խաչատրյան, այդ դեպքում միջոցառման անունը եթե ամբողջությամբ կարդա, գուցե նախարարը ավելի հեշտությամբ կպատասխանի, որովհետեւ այստեղ խոսք է գնում գործընկեր պետությունների հետ բարի դրացիական հարաբերությունների խորացման, բոլոր պետությունների հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատման ուղղված հանդիպումներ, փոխայցելություններ, քանակ հատ Ըստ երևույթին քանակապես ասենք այն ինչ նախատեսված 1061-ի մասին արտաքին Այո 1061-ի Կարող եմ լուծում առաջարկել։ Ես հիմա այդ աղյուսակը չունեմ ձեռքից տակ։ Եթե թույլ կտաք, հստակ ձեզ հետո գրավոր պատասխան ուղարկեմ։ Շատ լավ, այդ դեպքում ձեր առաջ երկու հարցին պատասխան, պարոն Միրզոյան։ Ստեղ որ ասում եք վտանգի տակ դնել մնացածը, ստեղ մի քիչ շանտաժյոտ է գալի, էլի, եթե ստեղ չհամաձայնեցնեք, ուրեմն մյուսին չենք համաձայնեցնի։ Այսինքն Այս 14-ը կամ 15-ը համաձայնվել ենք, որտեղ նախորդ տարի դեռ տենց էլ չհասկացանք փող զիջումը որն ա եղել, իրանք մեր որ բարի հետ են համաձայնվել։ Հիմա ստեղ ասում եք, եթե սրա հետ չհամաձայնվենք, հասկանում ենք ժամանակը կձգձգենք, վտանգի տակ կմնա ամեն ինչ։ Կարծում եմ, որ ընտեղից էլ այդ ազդակ եկել, որ եթե չանեք կվտանգեք ամեն ինչ։ Ստեղ ակնհայտ շանտաժի հոտ է գալիս։ Մյուս խնդիրը ապաշրջափակման հետ կապված։ Ասեցիք այն ինչ որ ես միշտ ասել եմ որ եթե չբացվի երասք սադարակը, այս տակի բացվելը թրիփը ինչ ուզում ա լինի, աշխարհամնա լավ ճանապարհն է լինի, Հայաստանին բացարձակապես ոչ մի բան չի տալու։ Այսինքն պետքա այս հատվածը բացվի երասք սադարակ, նոր բացվի Մեղրիից մինչև Ագարակ հատված, այսինքն Սյունիքով անցնող ճանապարհը։ Եվ դա էր պատճառը, որ ես խնդրել էի Ադրբեջանին ներկայացված կոնկրետ առաջարկը եւ Ադրբեջանի կոնկրետ պատասխանը, որպեսզի լինի համաժամանակյա բացում, որ մեկը դանով Հայաստանի արտաքին շրջափակումը չի ճեղքվի, գոնե ներքին արդյունավետությունը կբարձրանա։ Եվ հիմա խնդրեմ Ադրբեջանին պատասխան եկելա թե չէ Ադրբեջանը ինչ է ասել, կոնկրետ այդ ուղղությամբ աշխատանք կա թե չկա։ Պարոն Խաչատրյան ջան, որ ասում եք, կարծում եմ իրենք էլ են այդ ազդակը տվել կամ այդ շանտաժ արել, ես ձեզ ուզում եմ պատասխանատվությամբ ասեմ, որ այդպիսի որևէ ազդակ եւ որևէ ուղերձ Ադրբեջանից չենք ստացել, ես ասում եմ մեր գնահատման մասին։ Ի վերջո որևէ process, եթե ուզում եք, չգիտեմ, պարոն Սուքիասյանի հետ ինչ որ բանի շուրջ կներեք, եթե թույլ չեք տալիս այս օրինակը բերել, կարծում եմ վատ օրինակ չի, ինչ որ բանի շուրջ պայմանավորվել։ Խոսում եք
Այդ կա իհարկե պարոն Սուքայսյան, դժվար է ձեր հետ վիճել այս հարցում, բայց եթե փորձում եք իրանց հետ մի բան պայմանավորել, խոսում եք եւ ինչ որ պահի անverջ ոչ ձեր պայմանները կբավարարվեն ոչ իր, հա, եւ հետեւաբար ինչ որ պահի պետքա ռացիոնալ որոշում կայացվի, կանգնել այդ պահին պայմանավորվածի շուրջ իրականացնել, հետո մնացածի ուղղությամբ։ Կարծում եմ շատ པարզ դասագրքային բան եմ ասում, սա է տեղի ունեցել։ Պարոն Խաչատրյան, հավատացնում եմ ձեզ։ Հետո այդ օրն էլ կգա, սաղ կբացվի, էդ էլ կտեսնեք։ Լիքը բան իրանք են մեր հետ համաձայնել, լիքը բան մենք, լիքը բան իրանք ուրիշ ձև կուզեին գրեին, լիքը բան մենք, կա այն ինչ որ հրապարակված է, հələ որ ոչ մեկ չի ասել այդ հրապարակումից հետո, նույնիսկ դուք, վայ տեսեք ինչքան վատ բան կար ասում էինք, էս է, այդ թուղթը տեսեք ինչ բա։ Ճիշտ հակառակը, ոնց որ թե այդ պայմանագրի մասին բոլոր չարագուշակ, ուրեմն չարագուժումները դադարեցվեցին գրեթե անմիջապես հրապարակումից հետո։ Նույնիսկ դուք, որ ուզում եք ամեն ինչը ասեք, որ շատ վատ է եւ Հայաստանը կործանվում է, տենց շատ այդ մի տեքստի մասով բան չունեցաք ասելու։ Հիմա վերադառնալով ենթակառուցվածքներին եւ երաս սադարակ հատվածին։ Պարոն Խաչատրյան, նորից ուզում եմ ըստ էության պատասխանել ձեզ, ոչ թե մի կոնկրետ, այնքան փաստաթուղթ ենք տվել, իրանք այնքան փաստաթուղթ են մեզ տվել, պատասխանել ենք մի բան։ Ես ըստ էության եմ պատասխանում, կարծում եմ երկիմաստության, մանևրելու, որևէ ակնարկ անգամ հեռավոր չեմ անում, շատ ուղիղ պատասխանում եմ։ Այո, պետք է ապա շրջափակվի երաս սադարակ, այսինքն Նախիջևան հատվածը եւս, դուք ասում եք սկզբից նա, հետո նա, կամ համաժամանակյա, ես ասում եմ, ընդհանրապես այս ամբողջ ապաշրջափակումը իմաստ չի ունենա եւ չի աշխատի, եթե այդ կտորը չապաշրջափակվի, ենթադրվում է, որ դա պիտի լինի համաժամանակյա։ Հիմա համաժամանակյա հետո նորից ինձ կարակ ասեք, պատեսակ նա բացվեց 3 օր հետո նոր սա, այնտեղ ուրեմն այն օրը ինձ խափեցիք, ես համաժամանակյա տրամաբանական ռացիոնալ բանով եմ ասում, չեմ նույն րոպեին նկատի չունեմ, հա, եթե մի օր հետո իրարից բացվեն այս կամ այն կտորը, հետո ինձ չասեք, որ մի շաբաթն էլ է օքեյ, արձանագրենք պատմության համար, որ պարոն Խաչատրյանը կարծում է, որ եթե երաս սադարակը բացվի 1 շաբաթ հետո Հայաստանի Սյունիքի ուրեմն հարավով անցնող երկաթուղուց, դա նորմալ է։ Ճիշտ եմ ասում, ճիշտ վերարտադրեցի։ Ոնց որ թե վերջ, հա, բան մնաց բաց։